Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը Գյումրին, որն աչքի է ընկնում մշակութային ու թատերական կյանքի ակտիվությամբ, վերջին օրերին վերածվել է մեծ քաղաքական թատերաբեմի, իսկ թատրոնը դեռ շարունակվում է։ Բանն այն է, որ Գյումրու թիմ ընտրությունները դարձան հերթական առիթը, որպեսզի այսպես ասած նախկինները կրկին իրենց ուժերը չափեն գործող իշխանության հետ եւ կրկին բաղձեն վերադարձի մասին։ Վերադառնալու ճանապարհին նախկինները իշխող ուժին թիրախավորելուց բացի չեն մոռանում նաեւ սեփական տարաձայնությունների մասին։ Մարտուն Գրիգորյան, Վարդան Ղուկասյան դուոն ամենաաչքի ընկնողն է երբեմն նաև ոչ եթերային լեքսիկոնի առումով, եւ հետո երկուսին միավորում են նախկին տերերը՝ մի դեպքում Ռոբերտ Քոչարյանը, մյուս դեպքում Սերժ Սարգսյանը, ու նաև այն, որ երկուսն էլ իրենց մերձավորների հետ միասին անցնում են ամենատարբեր վարույթներով, ինչը փորձում են փաթեթավորել քաղաքական հետապնդում եզրույթի տակ։ Ինչևէ, հենց այս երկուսից է կախված Գյումրին կունենա ընդդիմադիր համայնքապետ նրանց կոալիցիայի արդյունքում, թե կգնա ընտրության երկրորդ փուլի։ Արդյոք կմիավորվեն Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը եւ ուր կտանի նրանց միությունը քաղաքագետ Լիլիթ Դալաքյանը Հայկական ժամանակի հետ զրույցում ասում է. Ես ինքս թերահավատ եմ նրանց միության հետ կապված, ինչու։ Չնայած Հայաստանում ամեն ինչ հնարավոր է։ Նախ Վարդան Ղուկասյանը բառացիորեն մի քանի օր առաջ մեղադրում է Սերժ Սարգսյանին 18 թվականին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ։ Հիմա ո՞նց է միանում Սերժ Սարգսյանի թեկնածուին, որ իշխանությանը բերել Փաշինյանին, ընդդեմ Փաշինյանի թեկնածուի, որ տրամաբանությունը չեմ հասկանում։ Երկրորդը մեղադրում է, որ իրեն ուզում են լիկվիդացնել։ Ասենք Սերժ Սարգսյանին ծանր մեղադրանք, իդեպ իրավապահները ինչու չեն արձագանքում, դա ուրեմն հաղորդում է հանցագործության մասին։ Այսինքն քեզ սպանել ցանկացողի հետ ես միավորվում։ Չգիտեմ, բացի այդ որքան թիվ են կազմում իրենց ընտրողները, որոնք մեկը մյուսի թեկնածուի դեմ են քվեարկել, այսինքն Սերժ Սարգսյանին ընդդեմ Քոչարյանի թեկնածուի եւ հակառակը։ Այնպես որ միավորում իհարկե տրամաբանորեն պիտի լինի ընդդիմադիրների, բայց եթե դուք կարմիր գծերը հատում եք, դրանից հետո միավորվելը ավելի խայտառակություն կարող է դառնալ։ Ինչ վերաբերում է նրան, որ միավորվելուց հետո էլ խնդիրներ են առաջանալու, օրինակ կարող է Վարդան Ղուկասյանին բանտարկեն, չէ՞, լավ, ասենք քաղաքապետ է դառնում Վարդան Ղուկասյանը, ինչպես եղավ Վանաձորում։ Մենք գիտենք եւ դա Մարտուն Գրիգորյանն ասաց, որ Վարդան Ղուկասյանը շատ թույլ կողմեր ունի օրենքի հետ կապված եւ կարող է իշխանությունը նրան բանտարկել ապօրինի գույքի, գիտեք, տարբեր էլ չսկսենք իր մեղադրանքները վերաբերյալ, այնպես որ նոր է սկսվում ամեն ինչ Գյումրիում, բայց Հայկ Մամեջանյանի գրառումը, եթե ուշադիր եք, որ պետք է ներողություն խնդրեն մեզնից, դա Քոչարյանն էր վերաբերում, դավադրապաշտական տեսություն, դե դրա մասին է, որ իրենք են բերել Փաշինյանին։ Ես կասկածում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ներողություն կխնդրի, նախ նա այդ կերպարը չի, որ ներողություն խնդրի, հետո ինչի համար ներողություն խնդրի, նա այդպես է կարծում, ասի ներողություն էլ այդպես չեմ կարծում։ Մի խոսքով իհարկե թատրոնն է իշխեցնում, Գյումրին էլ թատերական քաղաք է, բայց եթե միավորվեն, այնպես չի, որ խնդիրներ չեն առաջանալու։ Դալաքյանն ասում է, որ վերոնշյալ տարաձայնությունները հաշվի առնելով բացառում է այս երկու ուժերի միավորումը, միաժամանակ նա հավելում է, եթե անգամ միավորվեն, դրանով խնդիրները ոչ թե ավարտվում են, այլ նոր սկսվում։ Խնդիրներ կարող են առաջանալ նախ ես նշեցի Ղուկասյանին բանտարկելու հետ կապված իշխանությունների կողմից, երկրորդը արդեն իրենց վեճերի հետ կապված կամ քաղաքում ինչ որ որոշման, որ պետք է ասենք մեծամասնություն ձայների, եւ այստեղ իհարկե իշխանություններին չենք կարող չմեղադրել, որովհետեւ եթե մենք ուղակի մեղադրում ենք ապօրինի գույք ունենալու մեջ, թողնում ենք, որ այդ մարդիկ հասնեն ընտրությունների եւ ասում ենք դուք ապօրինի գույք ունեք եւ կաշառք եք բաժանում, մենք որպես քաղաքագետ կամ ուրեմն վերլուծաբան ոչինչ չենք կարող անել, իշխանությունը պետք է աներ, դրա համար հավասարապես ես նաև այսօրվա իշխանություններին եմ քննադատում, որ այո բոլորս էլ գիտենք իրենք ով են, բայց ինչու են հասել այդտեղ, ինչու է պետք ձերբակալել մեկ օր առաջ, ոչ թե չթողնել, որ մասնակցեն եւ օրենքի շրջանակներում այստեղ ոչ մեկ չի ասում ապօրինաբար զրկեք, ասենք ընտրվելու իրավունքից, բայց եթե դուք մեղադրում եք ծայրահեղ հանցագործությունների մեջ եւ այդ մարդիկ թեկնածություն են դնում, նախտակենտրոնական ներական հանձնաժողովին պետք է հարցեր ուղղեն եւ երկրորդը Հայաստանի իրավապահ մարմիններին։ Քաղաքագետի համոզմամբ որևէ պարագայում չպետք է թիրախավորել գյումրեցուն ընտրողին, որովհետեւ ընտրության ամբողջ հանրագումարով Վարդան Ղուկասյանը ստացել է մոտ 10% ձայն, ինչը զրուցակցի կարծիքով առավելություն չէ հատկապես այն դեպքում, որ Ղուկասյանը տարիներ շարունակ եղել է քաղաքապետ եւ ունի այսպես ասած շրջապատ։ Ինչ վերաբերում է Ղուկասյանի միաժամանակ կոմունիստ եւ հավատացյալ լինելու փաստին, Դալաքյանը նկատում է.
Վարդան Ղուկասյանը, որ կոմունիստ էր, հետո Աստծուն է հավատում, գիտեք, Հայաստանում Աստծո հավատքից խոսում են մարդիկ, եկեղեցիներ են կառուցում մարդիկ, որոնք մեղադրվում են Աստծո պատվիրանները, այնպիսի պատվիրաններ խախտելու մեջ, նույնիսկ ամենախիստ մի սպանիր, որ դա, չգիտեմ, ծիծաղելի թե զավեշտալի է, Աստծո անունը տալիս են մարդիկ, որոնք Աստծուց կներեք կիլոմետրերով հեռու են։ Իհարկե մենք բոլորս մեղավոր ենք, բայց լինել օլիգարխ, մարդասպան եւ կառուցել եկեղեցի եւ ասել ես հավատացյալ եմ, դե կոմունիստներին էլ չեմ նշում։ Չնայած ինչ ենք զարմանում, շատ կոմունիստներ շարժման ժամանակ համազգային դարձան հավատացյալ եւ հետո նորից հիմա աթեիստ։ Հայաստանում գաղափարախոսությունները այդքան իզմերը լուրջ չեն։ Վարդան Ղուկասյանը, որի մտքի թռիչքը, ինչպես ինքն է հաճախ ասում, միայն Աստված կհասկանա, ասես քրիստոնյայի ու կրիմինալի, գողականի ու հավատացյալի հիբրիդ է, որը հավակնում է ղեկավարել Գյումրին եւ դրա համար արդեն իր բառերով ասած ռեպետիցիան սկսել է։ Ընտրություններից հետո տված մամուլի ասուլիսում էլ Ղուկասյանը հայտարարել էր գեղեցիկ աղջիկները թող զգուշանան, կարճ չհագնվեն եւ իրեն ու իր մերձավորներին չդրթեն գնալ հանցանքների։ Նախ փաստորեն Հայաստանի կանանց մեծամասնությունը, որոնք կարճ են սիրում հագնել, վտանգի մեջ են Վարդան Ղուկասյանի պատճառով, երկրորդը կարճ սիրում են հագնել նաեւ իր թիմի շատ անդամների, լիդերների կանայք, որոնք հայտնի են, որոնք սիրում են կարճ զգեստներ հագնել։ Մենք չենք քննադատում եւ չենք էլ ասում, որ դա ինչ-որ մի բան է իրենից ենթադրելու։ Դե ինչ ասեմ, չեմ ուզում իջնել այդ մակարդակին, համենայն դեպս եթե թուլություններ կա, դրանք բուժվում են եւ կարելի է դիմել համապատասխան մարմիններին։ Հնդիմադիշ դաշտում, հնդիմադիշ տեխնազոների միջև ոչ մի լարվածություն չկա։ Մարտուն Գրիգորյանը արդեն 2 օր է չի կողմնորոշվում միանալ Ղուկասյանին, թե ոչ։ Սակայն հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագիրը այնուամենայնիվ Գյումրիում քաղաքապետ չի ունենալու։ Թե ինչ սցենարներ ու զարգացումներ են հնարավոր ու սպասվում, ինչու է Մարտուն Գրիգորյանը լռում երկար ժամանակ, Դալաքյանն ասում է։ Մարտուն Գրիգորյանը չի լռում է Սերժ Սարգսյանը, մենք բաց հասկանում ենք, չէ՞, Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը դնում ենք մի կողմ։ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Սերժ Սարգսյանը ինչու պիտի միավորվի Վարդան Ղուկասյանի հետ։ Եկեք մի հատ իր շահերից նայենք։ Քաղաքապետը լինելու է Վարդան Ղուկասյանը։ Այ եթե մենք չխորանանք լիներ Ռոբերտ Քոչարյանը, իհարկե մենք մտքեր չենք տալիս, բայց կառաջարկեին Մարտուն Գրիգորյանին, բայց մենք գիտենք, որ իրենք պաշտոն շատ են սիրում։ Հիմա ինչի պիտի Մարտուն Գրիգորյանը միանա մեկին, ով իրենց այդպիսի մեղադրանք է առաջադրել։ Ինչ է շահելու Սերժ Սարգսյանը, Քոչարյանի մարտնադառնում քաղաքապետ, ինքը վարկաբեկվում է, որ այնքան ինքնասիրություն չունի, որ իրեն այդպիսի մեղադրանքներ են հնչեցնում, հետո էլ գնում միավորվում է։ Ես եկե Սերժ Սարգսյանի տեղը չեմ կարող որոշել, նա կարող է տենց լուրջ շախմատային հաշվարկների մեջ է հիմա, բայց ժողովրդի տեսանկյունից դա անհասկանալի է։ Սցենարները նշում եմ, կամ Վարդան Ղուկասյանը կմիավորվեն, կդառնա քաղաքապետ, բայց տեսնենք իշխանությունը իր լծակները կօգտագործի, ինչպես Վանաձորում արեցին կամ Գորիսում կարծեմ։ Երկրորդ կմնա այսպես, այսինքն ԿՊ-ն կլինի իշխանություն, իրենք չեն միավորվի։ Երրորդ տարբերակը այս պահին չեմ կարողանում գտնել։ Անհավանական այն է, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտուն Գրիգորյանին արդեն առաջադրեն, ասեն եկեք այսպես համաձայնության գանք, բայց ելի եմ ասում, իմանալով Քոչարյանի եւ իր թիմի սերը իշխանության հանդեպ, չեմ կարծում իրենք այդպեսի քայլի գնան։ Ռոբերտ Քոչարյանը երբեք խելացի քաղաքականություն չի վարել։ Նա կարմիր գծերը հատեց Սերժ Սարգսյանի հետ։ Հիմա ուզում է հետ գնալ։ Սերժ Սարգսյանը երբեք չի հատում։ Նա սպասողի դերում է, դա երևի իր միակ կառավելությունն է։ Դրա համար հիմա Սերժ Սարգսյանը ունի ալիբի, ասելու, որ ում միանամ, ով որ ինձ մեղադրում է ներողություն, ամենաուժեղ մեղքի մեջ իր տեսանկյունից, որ ես եմ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայրը եւ հովանավորը։ Այսինքն ում դեմ են միավորվում, մեկի ում իրենք են բերել, սա է կազուսը։ Քաղաքագետը ընդգծում է, որ Գյումրու ընտրություններին լոկալ չի վերաբերվում, այն ցույց տվեց, որ եթե օրվա իշխանությունները շարունակեն սև սպիտակի քաղաքականությունը, ժողովուրդը կարող է ընտրել նախկին իշխանություններին ելնելով բարկությունից։ Կամ այս իշխանությունները պետք է անցնեն գործի եւ այս խնդիրները լուծեն օրենքի շրջանակներում, կամ էլ եթե մարդիկ օրենքի հետ խնդիր չունեն, ավարտեք նրանց մեղադրելը եւ խոստովանեք, որ սուրբ, ինչպես Վարդան Ղուկասյանն է, քրիստոնյա եւ աշխատավարձով ապրող մարդիկ են եղել։ Դալաքյանի համոզմամբ իշխանությունը պետք է կամք ունենա եւ անցնի աշխատանքի առաջադրված մեղադրանքներն ապացուցի, որպեսզի անպատժելիությունը նման մարդկանց քաղաքական վերածնունդ չապահովի։